Բացի պաշտոնական սահարողակարգը կլինեն նաև կոնկրետ ձեր ակնկալիքների արդարացումները։ Զարուհի ջան, ով ականջ ունի թող լսի, ով աշկ ունի թող տեսնի։ Եթե ականջ ու աշկ ունեն, եւ կլսեն, եւ կտեսնեն։ Որովհետեւ տարիներ շարունակ Բաքվի բանտերում գերեվարված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, Արցախի մեր եղբայրները, ազգային բարոյար Ռուբեն Վարդանյանը, Հայաստանում բանտարկված են սրբազաններ, քաղաքական գործիչներ, ազգային բարոյար Սամվել Կարապետյանը, իմպիչմենտի թեկնածու Դավիթ Համբարձումյանը, վարչապետի թեկնածու եւ բազմաթիվ Պահավյան ժողովի պատգամավոր եւ այդ իմաստով մեր բողոքի ձայնը կայանում է նրանում, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը ականջալուր լինի այլընտրանքային Հայաստանի կարծիքին, որ Հայաստանի կարծիքը դա Փաշինյանի կարծիքը չէ, որ հայ ժողովուրդը չի համակերպվում եւ անարդարացի է համարում Բաքվի բանտերում իր եղբայրների գերությունը, էլ չեմ ասում անարդար ու անմարդկային դատավճիռը։ Ինչ է նայել այդ մարդիկ։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ընդամենը պայքարել են ՄԱԿ-ի կանոնադրության առաջին կետի համաձայն, այն է պաշտպանել ինքնորոշման իրավունքը։ Եթե ինքնորոշման իրավունքի համար պայքարը հանցագործություն է, ուրեմն պետք է աշխարհի ոչ մի երկիր չլինի, ուրեմն պետք է բոլորը բռնադատված լինեն։ Այդ իմաստով մենք, քանի որ հույս չունենք Հայաստանի նիկոլական ռեժիմից, հերթական անգամ ուզում ենք մեր այլընտրանքային կարծիքը, իրական Հայաստանի կարծիքը սա է, որ մեր եղբայրները գտնվում են պատանդության մեջ Բաքվի բանտերում, որ Հայաստանի Հանրապետությունում կան մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալներ, որ եկեղեցու նկատմամբ կան ռեպրեսիաներ եւ որ Հայաստանը ոչ թե ժողովրդավարության բաստիոն է, այլ մի մեծ բանտ բաց երկնքի տակ։ Պարոն Շարմազանov, նայեք, այսօր իրար հերթ չտալով պաշտոնյաները գնացել են Զվարթնոցոտ հավաքական, որպեսզի այսպես ընդունեն ողջ երթի խոսք ասեն ԱՄՆ փոխնախագահին։ Ինչ է կարծում այս օրակարգի այն հատվածը, որը վերաբերում է Բաքվում ապօրինաբար պահվող, խոշտանգվող մեր հայրենակիցներին, կլինեն ինչ-որ կոնկրետ ուղերձներ փոխնախագահին։ ԿՊԱ-ականների։ Այո, ոնց որ ասած ակտիվ գնացել են այնտեղ, կհիշեք որն։ Գիտեք, մի ռեժիմ, որի անգործության հետևանքով մեր եղբայրները անգրվանել են Բաքվի բանտերում, ես համաբանական չեմ համարում, որ նրանք քայլեր կձեռնարկեն, գործոն քայլեր կձեռնարկեն, կպահանջեն, դե ասում էին հաղթում ենք պատերազմ, հաղթեցին, ասում էին Արցախի անվտանգությունն ապահովում են, ապահովեցին, ասում էին Հայաստանն ինքնիշխանա, 240 կիլոմետր օկուպացված է ադրբեջանցիների կողմից։ Այ հենց այդ է, իրաց պրոբլեմը նրանում է, որ իրանք մի բան ասում են, հակառակն անում են։ Երբ որ ընտրվում էր վարչապետ 8 տարի առաջ, պարլամենտում հայտարարում էր, որ իր շարժումը հանգեցնելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման եւ միջազգային ճանաչման։ Իսկ հիմա ոչ միայն Արցախի ինքնորոշման իրավունքի շրջանում, այլ նաեւ ասում են Արցախը թոք ա եղել իրենց վզին։ Ինչի մասն է։ Պարոն Շարմազանով, ամեն դեպքում Վենսի նման կշիռ ունեցող քաղաքական գործիչից ավելի ճիշտ չէ լինի պահանջել նաեւ արցախցիների վերադարձ իրենց բնորան եւ չսահմանափակվել միայն գերիների վերադարձի պահանջով։ Ամեն ինչ պետք է հերթով լինի։ Հիմա մեր առաջնային խնդիրը պետք է լինի Բաքվի գերությունից մեր եղբայրների վերադարձը։ Երկրորդը, Արցախ վերադարձի իրավունքի մասին մենք վշտապես ենք խոսել, բայց դրա համար պետք է լինեն միջազգային երաշխավորներ։ Այս Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների այս կես խաղաղության պայմաններում ես հնարավորություն չեմ տեսնում։ Սա է խնդիրը։ Երբ որ Հայաստանում իշխանություն կգործի։ Երբ որ Հայաստանում կլինի իշխանություն, որը կառաջնորդվի երկրի սահմանադրությամբ, մեր ազգային շահերով ու անկախության հռչակագրով։ Պարոն Շարմազանով, Բաղրամյան պողոտան կաթվածահար է եղել նաև մեր։ Դա անվտանգության միջոցառումները, ես դրա մասին չեմ ուզում խոսել։ Միացյալ Նահանգների նման երկրի փոխնախագահ է գալի եւ
տրամաբանական եմ համարում, ըստեղ ես խնդիր գլոբալ իմաստով չեմ տեսնում, որովհետև դա վտանգային միջոցառումներ են։ Պարոն Շարմազանով, Պրոբլեմը սա հարցերուցին գայա պրոբլեմ։ Պարոն Շարմազանով, այցը ունի նաև հայ-ամերիկյան ուշագրերի շրջանակում օրակարգ, ինչ եք սպասում, արդյոք այդ հարցում Միացյալ Նահանգներն ի վերջո միջնորդից կվերածվի երաշխավորի տարածաշրջանում։ Այսինքն Միացյալ Նահանգները պետք է իրենք որոշեն, իրենք ուզում են երաշխավոր մնալ, թե ուզում են դառնալ երաշխավոր, թե ուզում են դառնալ զուտ վկա։ Սա է խնդիրը, յուրաքանչյուր պետություն ինքը իր գլոբալ շահերն է սպասարկում։ Պարոն Վեսին նախ այստեղ իր պետության շահերը սպասարկում։ Ալիևը իր պետության շահերն է սպասարկում։ Հայաստանի պետության ու հայ ազգի շահերը սպասարկում չկա։ Պրոբլեմը դրանում է։ Այս գեոպոլիտիկ իրավիճակում Հայաստանի այլընտրանքը որն է, օրինակ։ Այլընտրանքը ունենալ ազգային, պետական, պրոֆեսիոնալ իշխանություն։ Այս իշխանությունների պարագայում ես որևէ դերական բան կներեք նման նիհիլիստական մոտեցման համար, բայց չեմ տեսնում։ Ես Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հետ որևէ հույս չեմ կապում վաղուց։ Եվ երբեք էլ չեմ կապում։ Պարոն Շարմազանով, եթե այս պահանջների ներքո հնարավոր էր խիստ տարբեր քաղաքական ուժեր միավորվեին, արդյոք ճիշտ չէր լինի մինչև ընտրություններ այդ միասնական ճակատը ստեղծել եւ առաջին խնդիրը, հա, Նիկոլ Փաշինյանի նախագահը դրա մասին խոսել է, ես ավելացնելու բան չունեմ։ Ցանկությունը իհարկե մենք էլ ենք կողմ, որ լինի մեկ միասնական ճակատ կամ ընդդիմությունը ներքին խժդժություններ չունենա, բայց ունենք այն ինչ որ ունենք։ Աստված կա, բոլոր ընդդիմադիր ուժերը գիտակցեն այն մոտեցումը, որ ունի հանրապետականը եւ առաջնորդվեն ազգային ու պետական շահով, այլ ոչ թե կուսակցության շահով։ Հանրապետականը առաջնորդվում է Նեժդեյան կուսակցության հետ, բայց ազգից համած կազմում։ Շնորհակալ եմ։